Արտիրոջը, սիրելի ասոժողորդ, ուզում էի ընթերցել Երեմիայի ողբերից 3-րդ գլխի 20 խոսքից։ Լավ հիշում է իմ հոգին և խոնարհվում է ինձանում։ Սրանք եմ ես միտք բերում, ուրեմն ես հույս ունեմ։ Տիրոջ ողորմություններն են, որ չվերջացանք, որտև չպակասեցան նրա գթությունները։ Նրանք ամեն առավոտ նորանոր են, մեծ է քո հավատարմությունը։ Իմ բաժինը Տերն է, ասեց իմ հոգին, սրա համար նրան եմ հուսալու։ Բարի է Տերը իրան հուսացողներին, այն անձին, որ նրան որոնում է։ Տերը թողորնի, սիրելի եղբայրներ, քույրեր, Արմեն եղբայրը խոսեց Տիրոջ ողորմության մասին, ես այդ միտքը ուզում եմ շարունակել եւ վերջում միասին կաղոթենք։ Ուրեմն ով որ հասկացել է Տիրոջ ողորմության մասին, ինչպես այստեղ Երեման է ասում խոնարհվում եմ, այսինքն ինքը իրան մի բան չի կարծում, ինչի համար, որովհետև այն որ այսօր հասել ենք այս վիճակին, սա Տիրոջ ողորմության արդյունքն է։ Ինքան մարդիկ կան, որ հիմա հավատքի մեջ չեն, եկել են, քնացել են, բայց այն որ հիմա մենք կանք եւ Աստծո ժողովրդի մեջ ենք, դա Տիրոջ ողորմություններն են, փառք իրան, ինքն է մեզ պահել, ինքն է մեզ պահում։ Եվ դրա համար ասում եմ, եւ լավ խոնարհվում եմ ինձանում, ես խոնարհվում եմ ինձանում եւ ինձանից որևիցե մի բան չեմ ներկայացնում։ Հիշում եմ այդ ծևի մի պատմություն էին անում մի թագավորի մասին, որ այդ թագավորը երբ որ առանձնազրույց էր ունենում, ասենք ինչ որ մարդիկ էր ընդունում իր պալատը, այդ պալատի մեջ մի սենյակ կար, այդ զրույցից առաջ ինքը մի հատ մտնում էր այդ պալատը, մի 5 րոպե այնտեղ մնում էր, նոր դուրս էր գալիս, այդ ընդունելությունը կատարում էր։ Ու իրան ասենք խորհրդականները հարցնում են, ասում են, այդ սենյակի մեջ ինչ կա, էլի որ ասենք ամեն զրույցից առաջ մտնում ես այդ սենյակը, հետո նոր դուրս ես գալի խոսում ես ժողովրդի հետ, ինքը տանմացույց է տալի, այդ սենյակի մեջ իր հին ցնցոտինները, հին շորերը, որ ժամանակին ով ա եղել, աղքատ, վերին աշճանի, բայց Աստծո ողորմությամբ Աստված իրան բարձրացրել է, հասցրել է թագավորության աշճանի։ Ու ինքը միշտ մտնում այնտեղ, իր հին անցյալը հիշում է, որ հանկարծ աղքատի դատը չծռի, որ ինքը խոնարհվի եւ ինքը իմանա մարդկանց հետ ոնց զրուցի։ Աստված թողորնի, ես օրինակ ես ինչի ասեցի, որ մենք էլ հիշենք ով ենք ելել։ Էցե մի երկար չէ, երեք ով ենք, այսօր ով ենք, հիշենք ովքեր ենք եղել։ Եվ Աստված ինչ ողորմություն է արել, որ իր սուրբերի մեջ է մեզ տասել, փառք իրան։ Աստված թողորնի, ինչպես նաև Գործք առաքելոց գրքի մեջ 17-րդ գլխի 25 եւ 28 խոսքերի մեջ ասում է գրքի հեղինակը Ղուկաս ավետարանիչը, որ մենք նրանով է որ կանք, ապրում ենք եւ շարժում ենք, նա է որ մարդկանց տալիս է կյանք, շունչ եւ ամեն բան։ Եթե իր ողորմած ձեռքը մեկնած չլինի մեզ, ընդհանրապես մարդկությունը անդարձ կորուստ կգնա։ Սիրելի եղբայրներ, քույրեր, ողորմությունը եւ շնորհը համարժեք բառեր են։ Ուղղակի ողորմությունը շատ գործածում է 5 տակարանում, շնորհքը նոր տակարանում։ Ինչպես են համարժեք, ինչ է նշանակում ողորմություն։ Այն ամեն ինչին, որ մենք արժանի ենք հավիտենական դատապարտությանը, Աստված ողորմություն անում չի դատապարտում մեզ։ Շնորհը որն է։ Այն ամեն ինչին, որ մենք արժանիք չունեինք, Աստված մեզ ինչ անում, արժանացնում է։ Նույն բանն է, եղբայրներ, քույրեր, նույն իմաստն, նույն հասկացողությունն է։ Եվ դրա համար Մովսեսը Սաղմոսի մեջ 90 Սաղմոսի 14 խոսքի մեջ ասում է. «Առավոտանց կշտացրու ինձ քո ողորմությունով է, եւ մենք պետք է ուրախ լինենք մեր կյանքի բոլոր օրերում»։ Տերը թողորնի, ամեն առավոտ Տիրոջ ողորմությունները նորանոր են։ Ամեն առավոտ ինքը նոր ձևով է պատրաստում մեզ ողորմություն անել։ Շատ հոգիներ կան, որ ասում են, ես ինչ աղոթում եմ, Աստված պատասխանում է, դա կապված չի մեր հավատքի հետ։ Դա չի նշանակում, որ մենք լավ հավատացել ենք, ինչ աղոթում ենք, Աստված պատասխանում է։ Սիրելի եղբայրներ, քույրեր, դա իր անսահման սերն է եւ ողորմությունն է, որ իր արեգակը ցակնստում է եւ արդարների վրա եւ ամբարիշտների վրա, իր անձևը բերում է եւ արդարների եւ ամբարիշտների վրա։ Այսինքն այն որ Աստված ողորմություն անում, դա կապված է նրա անսահման սիրո հետ, սիրելի եղբայրներ, քույրեր։ Ինչպես Արմեն եղբայրն ասեց, իրար հետ շատ կապ ունեն։ 57 Սաղմոսից
57 Սաղմոսի 2 խոսք ընթերցեմ։ Ուրեմն 57 Սաղմոսի 10 եւ 11 խոսքերը։ Որովհետեւ քո ողորմությունը մեծ է մինչեւ երկինքը եւ քո ճշմարտությունը մինչեւ ամպերը։ Բարձրացիր ով Աստված երկնքի վրա, քո փառքը ամեն երկրի վրա։ Ուրեմն քո ողորմությունը մեծ է մինչեւ երկինքը եւ քո ճշմարտությունը մինչեւ ամպերը։ Այստեղ կարելի ասել մի քիչ համեմատություն անում ողորմության եւ ճշմարտության հետ։ Ըստ ինձ ես sense եմ հասկացել, որ ողորմությունը ավելի բարձր է, քան թե ճշմարտությունը։ Ճշմարտությունը մինչեւ ամպերն է, բայց ողորմությունը դրանից ավելի բարձր է։ Երկինքը, որտեղ Աստծո ներկայությունն է, շարունակության խոսքը դրա մասին է ասում։ Բարձրացիր ով Աստված երկինքի վրա եւ քո փառքը ամեն երկրի վրա։ Ինչի՞ է այս համեմատությունը անում, սիրելի եղբայրներ քույրեր։ Ճշմարտությունը ասում է ով մարդ դու մեղավոր ես եւ արժանի ես հավիտենական դատապարտության, բայց ողորմությունը ասում է ով մարդ Տեր Հիսուս Քրիստոսը քո մեղքերը վերցրել իր վրա եւ դու ազատ ես այդ հավիտենական դատապարտությունից փառք իրան։ Այդ ողորմությունը կարելի ասել ծածկում է այն ճիշտը, որ մարդը մեղավոր է եւ արժանի է հավիտենական դատապարտության։ Ինչպես 2 Կորինթացիս 5:21-ում Պողոս առաքյալը նշում է, որ բայց նրան, որ մենք չգիտեր մեզ համար մենք կարա, որ մենք Աստծո արդարությունը լինենք նրանում։ Հռոմեացիս 4:5 խոսքում խոսում է այդ շնորհքի, Աստծո ողորմության, շնորհքի այդ ճոխության մասին, սիրելի եղբայրներ քույրեր, որ բայց նրան, որ գործ չի անում, այլ հավատում են նրան, որ ամբարիշտը կարող է արդարացնել, նրա հավատքը համարվում է արդարություն։ Այսինքն ինքը ոչ թե գործ անում, որ Աստծո առաջին արդարանա, այլ հավատում է նրա անսահման ողորմությանն ու սիրուն, որ իր նման ամբարիշտին Աստված կարող է արդարացնել, այդ հավատքը Աստված ինչ է անում, արդարություն է համարում։ Այսինքն իր հավատքի կենտրոնում ոչ թե իր գործերն է, այլ Աստծո ողորմությունն է, որ իրան կարող է ողորմություն անել, այդ մարդուն կարող է ողորմություն անել։ Ինչ ծևի մարդ էլ ուզում է լինի երկինքի տակ երկրի վրա, Աստված կարող է ողորմություն անել եւ իրան կյանք շնորհել։ Փառք իր սուրբ անվանը։ Եվ վերջում Հռոմեացիս 6:23 խոսքը, Հռոմեացիս 6:23-ը մեղքի վարձքը մահ է, բայց Աստծո շնորհը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ցերովը։ Եղբայրներ քույրեր, մեղքի վարձքը մահ է։ Բոլոր մարդիկ, որ ծնվել են լույս աշխարհ են եկել, իրենց ճանապարհն ասեմ, իրենց ընթացն ասեմ, որ նա տանում է դեպի հավիտենական դատապարտություն։ Մեղքի վարձքը մահ է։ Մահ նշանակում է բաժանում։ Այն էլ հավիտենական բաժանում, այսինքն բաժանում Աստծոց հավիտյանս հավիտենից, բայց Աստված մարդուն այդպես անմխիթար վիճակի մեջ չթողեց, այլ ինչ արեց, երկինքից միջամտեց եւ ողորմություն արեց, բայց Աստծո շնորհը Աստված կյանք շնորհեց մարդուն, չթողեց որ մնա այդ վիճակի մեջ, որ հավիտենական կորուստը գնա, բայց Աստծո շնորհը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ցերովը փառք իրան, իր անսահման սիրո, ողորմության, շնորհի համար, թող իր անունը բարձրանա փառավորվի հավիտյան ամեն։ Մի անգամ էլ այդ երկու խոսք ընթերցեմ, մի երգ երգենք, այդ ընթացքում հոգսերը թող բերեն երթապաներ եւ կաղոթենք։ Որովհետեւ քո ողորմությունը մեծ է մինչեւ երկինքը եւ քո ճշմարտությունը մինչեւ ամպերը։ Բարձրացիր ով Աստված երկինքի վրա, քո փառքը ամեն երկրի վրա։ Ամեն։ Տերը թող օրհնի։ Ինչքան էլ ճշմարտությունն ասի, որ դու մեղավոր ես, ով մարդ, պետք է կորուստը գնաս, բայց իշի Աստծո ողորմությունը։ Աստծո ողորմությունը ծածկում է այդ ամենը, որտեղ ինքը իր վրա է վերցնում քո բոլոր մեղքերը, դատապարտել է խաչի մահվան, որպեսզի ես ու դու Աստծո առաջին արդար լինենք, իրան լինի փառք հավիտյան։ Ամեն։